Դուք երբեք փող չեք ունենա, եթե մոռանաք այս խորհուրդները։ 8 խորհուրդ մի տարեց հրեա կնոջից։ Իմ լավ ընկերուհիներից մեկը մի անգամ զրույցի ժամանակ շոշափեց շատ զգայուն թեմա։ Երբ ես առաջին անգամ վարկային քարտ ստացա 2017 թվականին, մտածեցի, որ դա նոր հորիզոններ կբացի։ Ես պատկերացնում էի ինձ ազատ, կարող էի գնել այն ամենը, ինչ ուզում էի, առանց մտածելու հետևանքների մասին։ Սակայն իրականությունը շատ ավելի միօրինակ դարձավ։ Այդ ժամանակվանից ի վեր ես հայտնվել եմ պարտքերի անվերջ շրջապտույտի մեջ, եւ դա իմ ամուսնության խզման պատճառներից մեկն էր։ Մշտական փողի պակասը եւ մշտական ֆինանսական անհանգստությունները խաթարեցին մեր հարաբերությունները, ստեղծելով լարվածություն, որը մենք չկարողացանք հաղթահարել։ Հիմա մենք բոլորս հասկանում ենք, որ այս իրավիճակը եզակի չէ։ Վիճակագրության համաձայն մեր երկրի մարդկանց ավելի քան 90%-ը վարկեր ունի։ Սա ենթադրում է, որ մեզանից շատերն ապրում են մշտական ֆինանսական ճնշման տակ։ Մենք ձգտում ենք հարմարավետության եւ նյութական բարիքների, բայց հաճախ չենք գիտակցում, որ դա կարող է հանգեցնել պարտքի թակարդի։ Վարկերը կարող են լինել երկկողմանի սուր։ Մի կողմից դրանք հնարավորություն են տալիս իրականացնել երազանքներ, բայց մյուս կողմից ստեղծում են կախվածություն եւ անհանգստություն։ Ինչ իմաստություն է մեզ պակասում միշտ փող ունենալու համար։ Գուցե հրեական իմաստությունը։ Կարծիք կա, որ հրեաները մոլորակի ամենահարուստ մարդկանցից են։ Հետաքրքիր է, որ Նոբելյան մրցանակակիրների 32%-ը հրեաներ են։ Ավելին, նրանք զբաղեցնում են կարևոր դիրքեր Forbes-ի ցուցակներում, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է այն հարցին, թե որն է նրանց ֆինանսական բարգավաճման գաղտնիքը։ Ինչու են հրեաներին հաճախ ընկալում որպես խնայող, բայց միևնույն ժամանակ շատ հարուստ։ Ինչն է այս մշակույթի մեջ, որը նպաստում է նման ֆինանսական կայունությանը։ Նրանց հաջողության հիմնական պատճառներից մեկը կարելի է համարել կրթության եւ գիտելիքների նկատմամբ խորը նվիրվածությունը, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Ահա մի տարեց հրեա կնոջ 8 խորհուրդ, թե ինչպես միշտ փող ունենալ։ 1. Վերահսկեք ձեր ծախսերը։ Ֆինանսական բարեկեցության հիմքը սկսվում է ծախսերի կարգապահությունից։ Նրանք, ովքեր չեն հետևում իրենց փողին, միշտ կարծում են, որ ունեն ավելի շատ կամ պակաս, քան իրականում ունեն։ Հրեական ավանդույթում կա այն համոզմունքը, որ դուք պետք է իմանաք, թե որտեղ է գնում յուրաքանչյուր դոլարը, կարծես իմանաք բարի քայլերը։ Սրանք այն փոքրիկ ծախսերն են, որոնք սողոսկում են ձեզ վրա, եւ դրանց հետևումը օգնում է ձեզ մնալ ճիշտ ուղու վրա։ Հետևելով յուրաքանչյուր ծախսի, մեծ թե փոքր, դուք ձեռք եք բերում վերահսկողություն ձեր ֆինանսների նկատմամբ։ Խոսքը ժլատ լինելու մասին չէ, այլ ուշադիր լինելու մասին։ Ձեր ծախսերի հետևումը թույլ է տալիս ձեզ առաջնահերթություն տալ իսկապես կարևորին եւ խուսափել ավելորդ ծախսերից։ Նա, ով գիտի, թե ինչպես վաստակել, գիտի, թե ինչպես ծախսել։ 2. Սահմանեք մեծ նպատակ։ Մարդը առանց նպատակի նման է նավի առանց կողմնացույցի։ Ֆինանսական բարեկեցության հրեական սկզբունքներից մեկը հստակ, մոտիվացնող նպատակ ունենալն է։ Ինչու խնայել, եթե չգիտեք, թե ինչու։ Փողը նպատակի կարիք ունի։ Հակառակ դեպքում այն կսահի ձեր մատների միջով ինչպես ավազը։ Անկախ նրանից, թե դա տուն է, ձեր երեխաների կրթություն, թե ուրիշներին օգնելու ազատություն, նպատակը ձեր ֆինանսական սովորություններին իմաստ եւ ուղղություն է տալիս։ Պատկերացրեք ձեր երազանքը՝ ծովափնյա հարմարավետ տուն, ձեզ ուրախություն պարգևող փոքր բիզնես, թե ճանապարհորդություններով եւ հիշողություններով լի թոշակ։ Այս տեսլականը կարող է լինել հզոր մոտիվատոր, որը կօգնի ձեզ խնայել եւ կարգապահ լինել։ Հրեական իմաստությունը մեզ հիշեցնում է, որ աննպատակ խնայողությունը թվում է ժամանակի վատնում, բայց երբ իմաստալից նպատակ է ի հայտ գալիս, խնայված յուրաքանչյուր ռուբլի մեկ քայլով ավելի է մոտենում այդ երազանքին։ Հարուստը նա չէ, ով շատ փող ունի, այլ նա, ով գիտի, թե ինչպես կառավարել այն։ 3. Խուսափեք պարտքերից։ Վարկը նման է գայթակղիչ, բայց անվստահելի նավակի, որին հեշտ է նստել, բայց դժվար է հասնել ափ։ Պարտքը, հատկապես ավելորդ պարտքը, կարող է ձեզ թակարդը գցել, խլելով խաղաղությունն ու ազատությունը։ Պարտքի նկատմամբ խորապես արմատացած զգուշավորությունը արմատավորված է հրեական մշակույթում,
Այն դիտվում է որպես անկախության կորուստ, կապանք, որը բարդացնում է կյանքը։ Չնայած պարտքը երբեմն անխուսափելի է, կարևոր է չկրել ավելի ու ավելի շատ պարտքեր։ Կայունությունն ու ազատությունը արժեքավոր են, եւ ավելորդ պարտքերից խուսափելը ֆինանսական իմաստության անկյունակարն է։ Այսօրվա աշխարհում, որտեղ վարկային քարտերը մեզ գայթակղում են ամեն քայլափովի, այս սկզբունքն ավելի արդիական է, քան երբևէ։ 4. Ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ մեջ։ Լավագույն ներդրումն այն է, որը ոչ մի գող չի կարող խլել ձեզանից։ Հրեաների համար կրթությունն ու ինքնազարգացումը միշտ էլ եղել են իրենց կյանքի կարևոր մասը։ Համայնքի կողմից գիտելիքների վրա շեշտը մեծ թվով հաջողակ մասնագետների է ի հայտ բերել, ոչ թե պատահաբար, այլ միտումնավոր։ Հրեական ընտանիքները ներդրումներ են կատարում հմտությունների զարգացման, կրթության եւ ինքնակատարելագործման մեջ ֆինանսական անկախություն ապահովելու եւ նոր դռներ բացելու համար։ Փողը գալիս եւ գնում է, բայց իմաստությունը մնում է։ Զարգացնելով ձեր հմտություններն ու գիտելիքները, դուք մեծացնում եք ձեր արժեքը եւ վաստակելու կարողությունը։ Ինքներդ ձեզ վրա ներդրում կատարելը այն քիչ ներդրումներից մեկն է, որը երաշխավորված է, որ երկարաժամկետում կարդարանա։ Նախ սովորեք, հետո վաստակեք։ 5. Զբաղվեք խնայողությամբ։ Կարևոր է զգուշ լինել ձեր ունեցածի հետ, չվատնել ռեսուրսները եւ արժեք գտնել փոքր տնտեսություններում։ Խնայողությունը չի նշանակում ինքներդ ձեզ զրկել հաճույքներից։ Այն պարզության մեջ բավարարվածություն գտնելու եւ ձեր ռեսուրսները իմաստուն կերպով օգտագործելու մասին է։ Խնայված յուրաքանչյուր ռուբլի քայլ է դեպի կայունություն։ Անկախ նրանից, թե որքան եք վաստակում, միշտ մնացեք համեստ։ Յուրաքանչյուր քմահաճույքին տրվելու փոխարեն մտածեք այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր, եւ դիմադրեք անմիտ ծախսելու ցանկությանը։ Խնայողության այս սկզբունքը ստեղծում է պահուստ, որը թույլ է տալիս ձեզ գումար մի կողմ դնել անսպասելի հանգամանքների, բարենպաստ հնարավորությունների եւ այն պահերի համար, երբ մի փոքր ավելցուկը կարող է մեծ տարբերություն ստեղծել։ 6. Կապեր կառուցեք։ Համայնքի ուժը ֆինանսական կայունության մեկ այլ գաղտնիք է։ Հրեական ընտանիքները մեծ նշանակություն են տալիս կապերի կառուցմանը, խորհուրդների որոնմանը եւ ռեսուրսների փոխանակմանը։ Նրանք հայտնի են լավագույն ծառայությունները գտնելու իրենց ունակությամբ, վստահելի կապերի ցանցի միջոցով, հաճախ համայնքի ներսում։ Երբ դուք կապվում եք ճիշտ մարդկանց հետ, դուք հասանելիություն եք ստանում ավելի լավ հնարավորությունների, առաջնորդության եւ հաճախ ավելի ցածր ծախսերի։ Մի հաշվեք ձեր փողերը, հաշվեք ձեր ընկերներին։ Հրեաները շեշտում են, որ հարստությունը միայն փողի մեջ չէ, այլ նաև վստահելի մարդկանց կողքին լինելը, ովքեր պատրաստ են օգնել անհրաժեշտության դեպքում։ Խորհուրդ հարցրեք։ Հրեական մշակույթում ամոթ չէ խորհուրդ խնդրել ավելի իմաստուն կամ ավելի փորձառու մեկից։ Հարցրեք նրանց, ովքեր ապրել են կյանքը, այլ ոչ թե միայն նրանց, ովքեր ունեն կարծիքներ։ Ուրիշների հետ խորհրդակցելը, հատկապես ֆինանսների հարցում, կարող է ձեզ փրկել թանկարժեք սխալներից։ Հիմնականը բավականաչափ համեստ լինելն է, ընդունելու համար, որ ուրիշները կարող են ունենալ գաղափարներ, որոնք կարող են պաշտպանել կամ հարստացնել ձեզ։ Իմաստուն մարդը սովորում է ոչ միայն իր սեփական սխալներից, այլև ուրիշների փորձից։ Անկախ նրանից, թե դուք խորհուրդ եք փնտրում ներդրումների, կարիերայի առաջխաղացման կամ խոշոր գնումների վերաբերյալ, ուրիշներից սովորելը կարող է օգնել ձեզ ավելի տեղեկացված ֆինանսական որոշումներ կայացնել եւ խուսափել սխալներից։ 8. Հիմնական խորհուրդ։ Առաջին հերթին վճարեք ինքներդ ձեզ։ Միշտ խնայեք ինչ-որ բան ձեր ստացած յուրաքանչյուր եկամտից, նույնիսկ եթե դա ընդամենը փոքր գումար է։ Հրեական իմաստությունը շեշտում է պարբերաբար գումար խնայելու կարևորությունը։ Դա ֆինանսական կարգապահության եւ երկարաժամկետ անվտանգության հիմքն է։ Խնայողությունները թևեր են, որոնք ձեզ բարձրացնում են կյանքի անխուսափելի փոթորիկներից վեր։ Ֆինանսական բարձիկ ստեղծելով դուք ձեռք եք բերում ճկունություն, անվտանգություն եւ հոգեկան խաղաղություն։ Ձեր խնայած գումարը դառնում է ձեր ապահովագրությունը անսպասելի ծախսերի դեմ եւ հնարավորությունների աղբյուր, որոնք կարող են առաջանալ։
Ժամանակի ընթացքում այս պրակտիկան զարգացնում է դիմադրողականություն եւ ազատության զգացում, թույլ տալով ձեզ ավելի մեծ հեշտությամբ հաղթահարել կյանքի վերելքներն ու վայրեջքները։ Այս խորհուրդների իմաստությունը պարզ է, բայց խորը։ Ֆինանսական անվտանգությունը կախված չէ նրանից, թե որքան եք վաստակում, այլ նրանից, թե որքան լավ եք կառավարում ձեր ունեցածը։ Արագ որոշումների եւ արագ ծախսերի աշխարհում այս պարզ սկզբունքները մեզ հիշեցնում են, որ իրական հարստությունը ոչ միայն ունեցվածքի մեջ է, այլև մեր արժեքներին եւ մեր ապագային համապատասխանող ընտրություններ կատարելու անվտանգության, ազատության եւ իմաստության մեջ։